Եթե մանիպուլյացիայի արդյունքում դու տուժում ես, դու էլ պիտի անես հակամանիպուլյացիա։ Չէ, ուրեմն վեճը կա ու կա, խնդիրները կան ու կան, բաժանությունները կան ու կան։ Շատ կարևոր է գիտակցել, որ եթե մեզ չհարգեցին, բանակցային ճանապարհ չկա։ Եթե մեզ չհարգեցին, խոսելը մոռացել։ Ասում եմ, ես տնօրենն եմ, բայց արդեն գոռալով է խոսում, արդեն ինքը քեզ չի հարգում։ Էլ այդտեղ կարող չի հիշեցնել, որ դու տնօրեն ես։ Այս ինչ հարցում առաջատար եմ, առաջնորդ եմ, ղեկավարն եմ, հա, տան գլուխն եմ եւ այլն, չէ, եթե հսկողությունը քո ներկայությամբ դու սա եկամ, ուրեմն դու այդտեղ արդեն այդ դիրքում չես։ Ու ինչ որ մի ձև դիրքը հետ բերել, էլի։ Որովհետեւ եթե սկսես ասել, որ ես տնօրենն եմ, հլա սուս հա չեն լսում, որ հարգը ինքը լսեին։ Դու հիմա փորձում ես սպառնալ արդեն։ Եթե մեզ չհարգեցին, բանակցային ճանապարհը մոռացան։ Իսկ մեզ կհարգեն, եթե մենք հայավարի ասենք ափր-ծփր մեր խոսքերը շահ։ Իրա խոսքը չհարգողին չեն հարգում ոչ միտեղ։ Էմոցիան շատ կարևոր բան է, շատ լավ բան է, լացելիս հանգստացնում է, ուրախություն, սեր, խոստովանել չի, ապարելիս լիցքաթափում ես, էմոցիան դա լավ է, բայց որոշումներ կայացնելուց լավ չի, բանակցելուց լավ չի։ Հենց բարկությունն եկավ, միշտ, գիտություն, սա մոռանում ես, իջնում ես իր մակարդակի, իր դաշտ ու վերջ։